Այսօր պատրաստում ենք տավարի մսով ու սնուկով ընտիր աղցան։ Հա, մոռացա նշեմ, որ հոլովակը մոնտաժելու է Մանեն, կստացի Մանեն քրոջս աղջիկն է։ Նենց լավ տաղանդավոր երեխա է։ Ուզում է աշխատի։ Վերցնում ենք սնուկը, տենց երկար կկտրտեմ։ Ես ասում եմ, ես տենց երկար կկտրտեմ ու ես իմ ոնց եմ կտրտում։ Էս ինչ եմ անում, արա։ Հիշեցնեմ, որ չէ, սա տած կկտրես։ Կարող է այսքանը հերիք լինի ման։ Չէ, ես դա քեզ հարց եմ տալի խոսքի համար։ Ահա։ Վերցնում ենք նաև կաբաչկան հայերեն։ Պետք է դեպի կապրես մանեջան։ Խնդրեմ, ցավը տանեմ, հոպար չէ։ Վերցնում ենք նաև բուլղարական պղպեղները, կապ չունի գույնը։ Այդ աղցանի մեջ բան չկար, սոխ, բայց ես սոխել եմ ավելացրել, որովհետև ես կարծում եմ, որ ինքը շատ համով կլինի։ Տապակվել է բանջարեղենները, հիմա այս հեռացնում ենք ու նախապես խաշված տավարի միսը մի փոքր տապակելու ենք։ Շատ արագ պատրաստում ենք սոուս, թանձրուկ չէ՞ ման։ Յուսի։ Ծերիակի ենք լցնում, ավելացնում ենք սոյայի սոուս, մի քիչ գրախմոր։ Սոուսի մեջ ավելացնում ենք մի քիչ չորնի պղպեղ, Я всеми делами маму помочила и... Կարմիր։ Ավելացնում ենք մեր սոուսը, վերցնում ենք մարոլ, կտրտենք իրանց, ոնց ուզենք։ Ես չեմ դիմանում անը, անհնար է։ Պրակտիկորեն դա հնարավոր չէ։ Ավելացնում ենք սոուս, կիսլո-սլատկի, չերի պոմիդորները, տավարի միսն ենք վերցնում, մի քանի հատ։ Մնաց ֆետա պանիրը, նաև ծիրիակի։ Մանուս ես մենակ եմ ուտելու, պես հիմա կհավաքենք նորը, լավ։ Խորհուրդ եմ տալիս անպայման փորձեք, չեք փոշմանի շատ համով։ Շատ գոհ եմ ցավը տանեմ, քեզ բարի ախորժակ։